Լսողություններ, մենք ուղիղ եթերում ենք այսօր, մենք գիտենք այսօր, որ Վարդան Ղուկասյանի դատավորությունն է Լաս Վեգասում, փորձելու ենք միանալ, հասկանալ ինչ է կատարվում այնտեղ եւ ինչպիսի դատավարություն է լինելու։ Նախ ես ուզում եմ շնորհավորել Վարդան Ղուկասյանի ծննդյան օրը, թող Աստված օրհնի եղբայր քեզ, թող այս օրը լինի քո ապաշխարության եւ օրհնության եւ ազատության օրը եւ իմ մաղթանքները քեզ ես միշտ ասել եմ հիմա էլ եմ ասում ես մնում եմ որպես հայ քրիստոնյա օգնելով բարձրաձայնելով խնդիրը մեր հայրենակցի խնդիրը Վարդան Ղուկասյանի, որ նա այսօր անազատության մեջ է, ես նորից ասում եմ, ես կապ չունեմ ոչ մի կուսակցության կամ ինչ-որ անունների հետ, մեկ րոպե, ստեղ ինձ գրություն է գալի, որ կարողանանք հասկանանք, ես կապ չունեմ ոչ մի կուսակցությունների հետ, ես որպես լինելով հայ քրիստոնյա, ես փորձում եմ լինելով Ավստրիայի հայ սենատորը, փորձելով իմ հայրենակիցներին, դա գտնի Վարդան Ղուկասյանը, գտնի Պողոսյան Պողոսը, փորձելով քրիստոնեաբայել օգնություն տալ մեր հայրենակիցներին, մենք ունենք արդեն մի քանի գործողություններ, մինչև մարդիկ իմ հետ կկապնվեն Լաս Վեգասից հասկանանք ինչ է կատարում այնտեղ, ես ուզում եմ մի քանի բան խոսել Եղեռնի կապակցությամբ մեր եթերների մեջ են ինչ-որ մենք խոսել ենք և են ինչ-որ մենք արտահայտվել ենք մեր պահանջը ազգերից և Թուրքիայից, որ մենք պահանջատերն ենք, ես ուզում եմ հիմա մի երկու բան ասել, որ 110 տարի անցել է արդեն Եղեռնը և ես միշտ բերում եմ մի թեման, մի պոզիցիայի, որ ասելով լավ 110 տարի արեցինք, խոսեցինք, բարձրաձայնեցինք, լավ ենք անում, մենք բարձրաձայնում ենք մինչև վերջ, բայց ես այստեղ տեսնում եմ գլոբալ խնդիրը բարձրաձայնելը կա, բայց օրենքը չի գործում։ Ես մի քանի օր առաջ այդ իմ կոչի ժամանակ ասացի, որ այո, Թուրքիան իմ հարևանը չի կարող լինել։ Ես ուզում եմ, որ մի քանի բան մեկնաբան եմ այդ ասածից համար։ Պատկերացնում եք, երբ որ մեկը գա մտնի ձեր տուն, տներից մեկի սենյակը վերցնի, դուռը փակի, այդ սենյակի մեջ լինի ոսկիներ, փողեր, աթոռ, սեղան եւ ինչ որ իրեր։ Եվ դուք ձեր տան մեջը դուռը թխկցնելով ասեք հարևան, գիտեք ինչ կա, կարող է ինձ մի հատ աթոռ տաք, կամ կարող է դուք ճանաչեք, որ դուք իմ տունը եկել եք եւ տիրացել եք։ Այստեղ հարցը ինչումն է, որ մենք կոչում ենք Թուրքիային եւ Ադրբեջանին հարևան։ Սա աբսուրդ է եւ ես շատ անգամ եմ մտածել ինչի համար չի աշխատում մեր այս բողոքը, որովհետև մենք շատ սխալ ձև ենք բարձրաձայնում։ Մեր բարձրաձայնելը ոչ թե պետք է լինի հարևանին դիմելով, այլ մեր այդ անպիտան, որ եկել է մտել է մեր պապերի տունը, մեր տունը, նրան պետք է իր տեղը ցույց տալով կա օրենք, կա փաստաթղթեր, որ այստեղ են այսօր, նայեք, ես միշտ ամեն անգամ այս փաստաթղթերը ես ուզում եմ ուղղակի ինձ ցույց տալ, որ երևի այդ փաստաթղթերը, որ հասկանանք, որ մենք այսօր ժառանգատերն ենք։ Դուք ինչ եք պատկերացնում, որ Արցախը շուտով Նիկոլ Փաշինյանի խաղաղության ճակերտավոր խաղաղությունը եթե նա լինի եւ Արցախը կոչի հարևան երկիր։ Ես ուզում եմ ուղղակի իմ հարցը հասկանալու լինի մեր 10 միլիոնից ավել սփյուռքի մեր հայրենակիցների եւ մեր գլոբալ հայ հայրենակիցների, որտեղ իմ հարց չկա, առանձնացված չէ Ղարաբաղցի, Լենինականցի, Մոսկվացի, ավստրիացի, գերմանացի հայը, ուղղակի կոչում ենք սփյուռքի հայրենակիցներին։ Ո՞նց եք պատկերացնում Արցախը լինի հարևան երկիր։ Արարատ սարը լինի դա մեզ հարևան երկիր։ Դուք հարևանով եք 110 տարի այսօրվա ղեկավարությունը դիմել։ Դա շատ կարևոր է, որ մենք փոխենք մեր դիրքորոշումը եւ խոսակցությունը։ Գիտեք, երբ որ եվրոպացիները ասում են հարևան երկիրը ձեր Թուրքիան է,
թե օրենքով, տես Նիկոլ Փաշինյան ասում է դրոշի համար նախնդիր արեց եւ ասելով, որ դուք pedagogan դրոշ եք վառում, լավ ենք անում։ Որտեւ այդ pedagogan դրոշը սպանել է 1.5 միլիոն եւ մինչեւ այսօր ցեղասպանում է մեր ազգը։ Եվ այդ դրոշը ես չեմ ճանաչում, որտեւ այդ դրոշը խփված է Մասիս Սարում եւ այն մյուս դրոշը խփված է Արցախում, որը դա իմ հայրենիքն է, իմ տունն է։ Նա իրավունք չունի իր դրոշը կներեք, ես պետք է զանգը պատասխանեմ։ Ալո։ Ալո։ Հա, Սևակ ջան, ես մի ուղիղ եթերում եմ, լսում եմ եղբայր։ Լսում եմ աղբերս։ Հարմար է խոսենք։ Ինչ։ Չէ, կարող ենք ուղիղ եթերով մտնել դեղ ինչ-որ մի բան։ Հասկացել եմ։ Հա, անձի արդեն զանգեցին ասին, որ այդտեղ ինչ-որ նիրազում է եղել, բայց ոչինչ։ Այդտենց էլ է կարող լինի աղբերս։ Ոչինչ։ Ինձ արդեն ասում են այդտեղ ինչա կատարվում։ Լավ աղբերս, դե կապի մեջ։ Եթերը կպրոզնեմ, ես կզանգեմ, լավ։ Լավ։ Ես ուզում եմ նորից մեր հայրենակիցներին զանգը Լաս Վեգասից էր, կա տեխնիկական խնդիրներ Լաս Վեգասում, բայց ոչինչ, մենք շարունակում ենք մեր եթերը, մինչև մեր հայրենակիցներից կապնվեն մեր հետ։ Ինչ ես ուզում ասել, մենք խոսում ենք հարևանի լեզվով այդ թուրքերի հետ, որը ես չեմ ընդունում, նրանք իմ հարևանը չեն, թող գնան իրանց իսկական հողերը, թուրքերը հետ վերադառնան եւ այնտեղից սկսենք հարևանին ընդունելով եւ իրանց դրոշը ընդունելով, քանի որ նրա դրոշը մեր երկրի մեջն է անօրինական ձևով, ես ընդունում եմ, որովհետեւ Արևմտյան Հայաստանը դա իմ երկիրն է եւ Արցախը եւ մնացած տարածքները դա իմ երկիրն է, ինչ գործ ունի Ադրբեջանի դրոշը անօրինական ձևով իմ երկրում։ Սա այսքանը ուզում էի անդրադառնայի 110 տարի անցած այս ուղիները, որ ոչ մի ռեզուլտատ մենք չենք կարողանում ունենալ։ Ես ուզում եմ հարց տալ բոլոր ինձ, նույն այս հարցը ինձ եմ տալի, ինչ արեցինք ջահավարությունով, մոմավառությունով եւ բան։ Այո, մենք պետք է անենք, ես չեմ ասում, որ չէ, պետք է չանենք, մենք պետք է անենք, բայց դրա հետ միասին պիտի օրենքը մենք շատ լավ հասկանանք, շատ լավ տիրապետենք եւ ազգերին հասկացնենք, որ ընկեր, էսի մեր հողն է, մի կոչեք թուրքին մեզ հարևան։ Դա շատ կարեւոր է հասկանալու մեր համար, մեր գիտակցության մեջ, որովհետեւ հասկանում ենք ռուսների ժամանակ նրանք էին որոշումը կայացնում եւ մենք ուղղակի ապրում ենք այդ երկրում, իսկ հիմա ունենք ճագերտավոր անկախ երկիր Հայաստան, որը հիմա մեզ փորձում են ասել, որ Թուրքիան դա մեր հարևանն է կամ Ադրբեջանը մեր հարևանն է։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Քանի որ եթե մենք հասկանանք, որ դրա հետ համաձայն չենք եւ բերենք այս նույն չհամաձայնությունը իրավական դաշտ, այո, մենք ունենալու ենք շատ լավ արդյունք։ Մեր ջահերը, մեր մոմերի այդ վառը կրակը կաշխատի։ Ես այսպես եմ տեսնում, որովհետեւ ուրիշ տարբերակ ես չեմ տենում այս հարցում։ Հիմա ուզում եմ խոսել կարճ Սերոբ Գասպարյանի զանգը, որ ես արեցի մարդու իրավունքների պաշտպանին, շատ շնորհակալ եմ, աշխատեց զանգը, մարդիկ իրենց օգնությունը, իրենց զանգը, այդ ահազանգը շատ արագ իրականացրեցին բժշկական հարցով։ Ես հիմա ուզում եմ մարդու իրավունքներին նորից մի հարցով դիմել, որպես Սև Հովազի պատասխանատուն Ավստրիայի Հանրապետության, ես ուզում եմ, որտեղ ես շատ անհանգստացած եմ իմ հրամանատարով եւ ոնց հասկացանք մարդու իրավունքներն ունեն տարբեր համակարգիչներ, որը կամ բժշկական, կամ օրենսգիր, որ այդ ամեն ինչի մեջ իրանք ունեն տարբեր մարդիկ, որ հետաքրքրվում են եւ նրանք հետաքրքրվել են Սերոբ Գասպարյանի գործով, արդյոք սա շինծու գործ է թե ոչ,
Ես ուզում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը շատ լավ ծանոթանա, որ 7 ամիս, նրանք գիտեն իհարկե արդեն ծանոթ են, 7 ամիս նրանք պահում են մի մարդու, որը նա գործող հրամանատար է, որը դրա իրավունքը չունեն, շինց ու գործարք է։ Մենք աղաղակել ենք եւ բարձրաձայնել ենք խնդիրները, 7 ամիս ասելով դադախազը, որ նա վտանգ է եւ չունի այդ վտանգ ասածի ապացույցը, եւ ես հիմա պահանջում եմ ուղիղ եթերով, եւ ես դա մենք արդեն նամակը ուղարկել ենք եւ սպասում եմ այդ պատասխանին նամակի, որ իրենք ունենան պրեսկոնֆերանս եւ իրանք նույն ձևի գրավոր եւ մնացած տեղերը, որ այո, Սերոբ Գասպարյանի գործը դա անօրինական է։ Դրա համար է մարդու իրավունքները, որ այսօր ունենանք առողջ եւ ճիշտ դատավարություններ։ Նայեք, մենք ասում ենք թուրքը մեր թշնամին է, ադրբեջանցին մեր թշնամին է, այո, նրանք քանի չեն պրիզնատ եկել, որ դա մեր երկիրն է, մեր հողերն են եւ նրանք մարդասպան են, ես ասել եմ, քաղաքական գործիչները, ով որ եւ մնացած անձերը, ով որ դրա հետ համամիտ են, դրանք իմ թշնամին են, ես չեմ բախվում եւ ես ասում եմ եւ բարձրաձայնել եմ շատ տեղերում, հիմա էլ ուղիղ եթերում բարձրաձայնում եմ, այո, այն թուրքը եւ թուրքա նման ինչ-որ մեկը կփորձի ժխտել իմ անցյալը, նա իմ թշնամին է եւ այդ վրեժխնդրությունը ես իմ մեջ կմնա, թե հիմա այդ վրեժխնդրությունը վաղը ինչ կդառնա, դա արդեն Աստծու կամքը թող լինի, բայց ես չեմ մոռանում եւ ես պահանջելու եմ մինչեւ վերջ, բայց հիմա նայեք, Սերոբ Գասպարյանին, մի պահ ուզում եմ հարց տալ մեր հայրենակիցներին, Սերոբ Գասպարյանին ով է նստացրել, թուրքը, թե թուրքահպատակ հայ ազգանունով կոչվածը, որովհետև ես չեմ կարող իրանց հայ ասել, հայը չի կարող գործող հրամանատար նստեցնել, շատ հայրենակիցներ մահացել են ինչ-ինչ ճակերտավոր մահերով, շատ հայրենակիցներ զոհվել են կռվի դաշտում ոչ թե հակառակորդի կրակից, այ հետևից։ Մենք դա գիտենք, դա մեր այիբն է եղել դարերով եկած։ Հիմա հարց եմ տալի, հիմա նայեք, այս պահին գնում եմ Վարդան Ղուկասյանի դատավարությունը։ Նորից եմ ասում, ես չեմ խոսում իր պահվածքի, իր հայոյանքներին, այո, ես էլ նույնը ասում եմ, որ չի կարելի այդ տեսակ, բայց դա իրեն զենքն էր եւ ինքը թող պատասխան տա, երբ որ դուրս գնի, թե ինչի համար դա արեց։ Ինքը ունի դրա պատասխանը, ես հաստատ համոզված եմ, բայց ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Նա ընդդիմություն էր, որը իր հեռախոսազանգով կարողանում էր շատ հարցեր լուծել։ Հիմա նայեք, 1000 վարկած է գնում Վարդան Ղուկասյանի անձի վրով։ Ամեն ինչ կարելի է մտածել այդ անձից, ֆենոմենալ բաներ, հա, եղած եւ չեղած բաները կարելի է մտածել։ Մարդը կարա մտածի, լեզուն ոսկոր չունի, անծայրածիր է, մարդ կարող է մտածել, բայց ես իշքանով իրեն լսել եմ եւ ճանաչում եմ, նա միայն ընդդիմանում էր եւ ասում էր, որ այ անբարոյականի տղեկ երկիրը մի ծախեք, երեխեքին մի սպանեք, 15 երեխու վառեցիք, Սերոբ Գասպարյանին շինցու գործը սարքեցիք, նա ինձ իր առաջարկն է դաժարել, որ ինքը բարձրաձայնի Սերոբ Գասպարյանի շինցու գործի համար եւ մնացած հարցերը։ Նշանակում է, ես իր վատը որպես հայրենակից, նա հավատում է Աստծուն, թե չի հավատում, նա հայոյում է, թե չի հայոյում, բայց որպես անձ ինքը գործում էր, որպես ընդդիմադիր միկրոֆոնը եւ այդ հեռախոսը գործում էր, ճիշտ ասենք, որ այո, գործում էր եւ գործել է մինչեւ իր վերջին օրը։ Դրա համար ես շնորհակալ եմ։ Ես չեմ տեսել այդ մարդու հայակործան գործը, որ ասենք մի րոպե ստեղ, բայց ինքը հայակործան էր, ստեղ կործանեց ինչ-որ սահման, ստեղ չգիտեմ, ինչ-որ 1 մետր հող տվեց, 1 երեխու գլուխ կերավ, մեկի տունը վառեցին, մեկին սպանեցին, դատական համակարգ այլանդակ վիճակ, նա դրանց դեմ էր։ Նորից եմ ասում, իր անձից չեմ խոսում, այլ իր գործերից եմ խոսում, դրա համար ես որպես քրիստոնյա լինելով փորձում եմ այսօր հասկանամ եւ իմ աջակցությունը տամ որպես քրիստոնյա, ես ասել եմ, ես քրիստոնյա եմ, իմ ձեռքը մեկնել եմ եւ մեկնելու եմ, ինչքան որ իմ կարողությունն է եւ իմ ժամանակն է։ Այո, ես ուզում եմ մի
բան ասել, որ 4 օր առաջ ես անձամբ խոսել եմ Վարդան Ղուկասյանի հետ, առողջ է, դա շատ կարևոր է եւ ողջ է։ Մնացած թեմաները ես չեմ քննարկել իր հետ, գիտես, այստեղ ամպրոպա, այնտեղ սենսա, մարդիկ էս են խոսում, ոչ։ Իմ համար շատ կարևոր էր հասկանալ իր տեսակը, ոնց է տեսնում այդ իրավիճակը։ Իմ համար շատ կարևոր է հասկանալ այս իրավիճակը իշքան պետքա այսպես մնա եւ ինչի համար հենց այս պահին Վարդան Ղուկասյանին բռնեցին, եթե այն թղթերը, որ ասում են կա իր անվան տակ այդ գործերը, ինչու մի քանի տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ չուղարկեցին, այ ուղարկեցին հիմա, բայց չէ որ դրանք 19 թվի, 20 թվի, 21 թվի, 22 թվի, ես ուղղակի մեկնաբանում եմ, ինչու, որովհետև մեր հայրենակիցների հետ մենք ուզում ենք շփվել, հասկանալ ինչու։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ուներ այդ լծակները, եթե մենք թիրախային փորձենք թիրախային ձևով խոսել, որ Վարդան Ղուկասյանը կպելա շատ հզոր անձնավորությունների, որ նրանց ձեռքը քարի տակ չէր, նրանք կարող են ուղղակի մեկ վայրկյանում նրան օդը ցնդեցնեին, հնարավոր էր, որտեղ այսօր ամեն ինչն էլ կարելի է, ամեն ինչ իր գինը ունի, կարելի է, մենք ճիշտ խոսենք, հա, մենք չտափած չենք խոսում ու բարձրաձայնում ենք հենց այդ իրավիճակները, բայց նրան չէին ձեռ տալի, բայց եկավ մի պահ, որ օրենքով, հենց օրենքը այդ թեթև տիկնոջ ձեռքով նրանք փորձեցին Ամերիկայում ձերբակալել տալ Վարդան Ղուկասյանին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ ինչի հիմա։ Իմ համար շատ կարևոր է, արդյոք Վարդան Ղուկասյանը այդպես մեծ ֆիգուր էր, որ իրանք խանգարում էին, բայց խանգարում էր ումը մի մարդ, որը Արցախը հանձնեց, մի մարդ, որը Սյունիքն է ուզում տա, մի մարդ, որը դատապարտեց Թուրքի եւ Ադրբեջանի դրոշը վառելու համար, նշանակում է լրացրել նա Վարդան Ղուկասյանին, որ ինչ-որ այդ ամեն ինչը օրինականացվի։ Ես այդպես եմ հասկանում, դա մի մարդ, որը այսօր մենք գիտենք Սերոբ Գասպարյանին նա ձերբակալել է շինցու մարդ, որի զորքը կանգնած է առաջի գծում եւ պահանջում են իրենց հրամանատարին եւ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տալի։ Հիմա հարց է առաջանում. ինչու՞։ Ոչ Սերոբն էր երկիր հանձնա, երկիրի պահապաններից մեկն էր նա։ Եվ Սերոբը իր եղբոր որդուն զոհաբերեցին մեր երկրի հանուն հավատքի, բայց զոհաբերեցին այդ կեղտերը, այդ նիկոլական փաշուղլիները արեցին դա, ես բարձրաձայնում եմ, եթե ոչ դե ուրեմն թող պատասխանեն, ինչպես դա եղավ, չկա, ոչ մի հետ հրաման կամ հետ ինչ-որ մի բան գրած չկա, որ ասեն, գիտեք, ինչ կա, այս ձև ստեղ ինքը կանգնած էր, այս ձևի հենց իր համար պիտի եկա թուրքական բայրակտարը գար եւ հենց այդտեղ խփեր, որ մի քանի մետր կայնած էր 120 հոգանոց, դա ես գիտեմ, զորքը զինված կանգնած էր, ինչի զորքին չխփեց, հենց խփեց Ռոստամ Գասպարյանի կանգնած տեղին, սա հարց, եւ ոչ մեկ, ոչ մի ինդիմատիվ, ոչ մի հայրենակիցներ դրա մասին չեն բարձրաձայնում, լավ, այդ ոնց կարելի է այդպես լինել եւ վերջ, դա ես իմ կարծիքը չեմ փոխում, այո, նրանց ուզածը երկիրը վերջնականներ են տանել Բաբելոնի եւ հանձնել թուրքահպատակների, դրա համար այսպես լրացնում են մեր հայրենակիցներին, այսօր փակել են Սերոբ Գասպարյանին, այս պահին փակել են Վարդան Ղուկասյանին, վաղը կփակեն, եթե էլ մարդիկ կան դենց ընդդիմադիր հզոր նրանց ու այդ ձև կփորձեն ձեր երեխաներին տանել կռվի դաշտ, ինչա այստեղ իրա ուզածը, դուք պատկերացրեք մի պահ սիրելի հայրենակիցներ, որ վաղը չտա Աստված պատերազմը սկսվի, բայց ես համոզված եմ, որ սկսվելու է ժամերի եւ օրերի եւ վայրկյանների կարելի ասել կարող է ամեն վայրկյան ինչ-ինչ պատճառով սկսվի պատերազմը։ Մենք տեսանք էժան գեներալների, որ խոսում էին, ծախված գեներալների, որ խոսում են, ասում են Ադրբեջանը մենակ ջերմուկա միթից հողա վերցրել, մնացածը մերը չի։ Դուք պատկերացնում եք, դուք բոլորը տեսել եք այդ գեներալներին Ծիծեռնագաբերդում, երբ որ նրանք ինտերվյու են տալի լրագրողների մոտ, եւ նրանք
փորձելու են ձեր երեխաներին հրաման տալ կռիվ գնալու։ Դա նշանակում է, որ դուք ձեր երեխաներին էլ չեք տեսնելու։ Ոնց կարող է այդքան մեդալ ունեցող եւ մնացած այդ ուժայինները այդքան շուտ մոռանան Արցախի մասին։ Լավ, ի՞նչ է կատարվեց ամեն ինչի մեջ։ Գիտեք ինչի՞ չեք հասկանում շատերը ինչ կատարվեց Արցախի հետ, որտեվ շատերը չհասկացավ, թե ինչ կատարվեց Արևմտյան Հայաստանի հետ, որովհետև մեզ խաբեցին եւ մենք այդպես ջահերը վերցրեցինք մոմերով եւ պահանջում էինք, ասում ենք միայն այս անունը ասեք, որ ցեղասպանություն ալինե։ Դա ամենաչնչին բանն էր, որ մեզ տվեցին այդ խաբեությունը 110 տարի, միայն այս բառը ասել են։ Ամերիկան էլ ասել, Ռուսաստանն էլ ասել իր ձևով, ամեն 25 թե 27 երկիր ասել է, հետո որտեղ մենք չգիտենք օրենքը, մենք չգիտենք իրականությունը, մենք չենք պահանջում այս ճանաչող երկրներից հենց դրա իրավական դաշտը։ Հենց սա է սենատի գործը, որ ասում ենք, տվեք մեզ իրավական դաշտը եւ մենք շատ արագ կհարցնենք, թե ինչի 110 տարի միայն ճանաչեցիք։ Ես ուզում եմ մի հատ հարց տալ մեր հայրենակիցներին։ Հրեաները ապրում էին Գերմանիայում եւ Եվրոպայով։ Գերմանացիք արեցին այդ հոլոկոստ կոչվածը, դաժան, շատ դաժան մի գործողություն եւ փորձեցին Եվրոպայում մեկ որտեղ որ հրեա տեսնեին, նրանց վառեին եւ սպանեին։ Դաժանա, դատապարտելի է, բայց Գերմանիան նա հատուցում է մինչեւ այսօր հրեաներին մինչև այսօր եւ աշխարհի բոլոր երևի եզակի երկրներից կարող է Իրանը կամ չգիտեմ մի երկու հատ մուսուլմանական երկիր կամ աֆրիկական երկիր լինի, որ չի ընդունում հրեա ազգին, բայց չկա մի երկիր պետություն, բայց նայեք Գերմանիան է դրա հեղինակը եղել, հեմի թե հետին ստվերը ով էր կանգնած Անգլիան, թե Ամերիկան, թե չգիտեմ Ալմանորագայինը, դա հարցի մյուս կողմն է, բայց նրանք աշխարհով մեկ ունեն տեղ, որ երկիրը գնան, դառնում են այդ երկրի քաղաքացին լիովին եւ ապրելու եւ հատուցում են նրանց։ Հիմա ես հարց եմ տալի, ոչ թե մենք հույր ենք ինչ-որ մի երկրի, նրանք մենք ուղղակի խելոք չպայեցինք, մեզ բռնեցին, սպանեցին, այլ նրանք եկան մեր երկիրը, օգնելով գերմանացիների հետ, անգլիացիների հետ, եւ մնացած, հա, այդ թափթփուկ փոքր ազգերի հետ, այդ քոչվորների հետ փորձեցին մեզի մեր տնից բնաջնջել եւ հանել։ Հիմա ուզում եմ ես հասկանամ իրավական, ոչ թե հայի դուխի ուժի կամ հոգեվոր դաշտի, ես ուզում եմ հասկանամ իրավական դաշտը, որ ոնց կարելի է եվրեին սպանեք Եվրոպայում հոլոկոստ անեք Եվրոպայում, նրանք մինչև այսօր
Ինձ ասում են, որ ձեն չկա, բայց հիմա պիտի որ ձենը գա։ Ես ուզում եմ հասկանալ, որ շնորհակալություն։ Ես ուզում եմ հասկանալ, որ ինչի համար մենք չենք պահանջում այս ամեն ինչը։ Ինչի համար մենք չենք պահանջում։ Մոմերով ու ջայրով եվրոպացին չի պահանջելու քեզ։ Չի տալու քո հողդ։ Նորից եմ կրկնում, այսօր Վարդան Ղուկասյանին թուրքը չի նստացրել, չի ձերբակալել։ Այսօր Սերոբ Գասպարյանին մնացած մեր եղբայրներին ես մի երկու օր հետո անուններ կասեմ, թե քանի մարդ են հիմա տնային կալանքով նստած, որ չեն կարող դուրս գան, ոչ մի բան չեն կարող անեն։ Հիմա հարց, ինչի համար են նրանք կալանավորված, որ նրանք կարողանան մնացած երեխաներին էլ սպանեն։ Ուզում եք արդյոք ձեր երեխեքին սպանեն։ Ոչ, ոչ մեկը չի ուզում, քավ լցի։ Բայց այսօր դրան ա տանում, նորից եմ ասում, հարց տվեք ձեզ։ Հարց տվեք հենց այս ամեն ինչի համար, ինչի համար են մարդկանցը ձերբակալում, ինչի համար են մարդկանցը լռեցնում։ Այստեղ եղել է մեծ առևտուր։ Հոլոքոստի ժամանակ չեղավ առևտուրը չթողեցին եվրեները անելու։ Նրանք ուզում էին առևտուր անել, բայց նրանք օրենքը գիտեին, եվրեներն ասին ստոպ։ Դուք չեք կարող մեր այրան գնով առևտուր անեք։ Դուք պետք է հետ վերադարձնեք 6 միլիոնի եղածը եւ ոչ թե մեկ անգամ, այդ ձեր սաղ կյանքը, որտեղ որ մենք դնենք մեր ոտքը, այնտեղ պետք է կանանչի ձեր երկրների մեջ։ Որտեղ եվրեների մեջ կային խելացի մարդիկ, բայց այսօր մեր հզորներին դատում են, ոչ մի հայրենակից նայում է, թե ոնց են արունակամանում, չեն բարձրաձայնում Նիկոլին ասելով. Նիկոլ, գործող հրամանատարը, որ իմ երկրի պահապանն է, Աստծուց հետո Աստծուց տրված, որ երկիրը ունի զինվոր, ըստ Աստվածաշնչի օրենսգրքի, որ տալիս է զինվորը, ինչի է նստած։ Քո իմ երեխեն ոնց է կռիվ տալու, ոնց եք պատկերացնում գերագույն հրամանատարը այսօր լինի Նիկոլ Փաշուլին, կամ այն գեներալները, որ Ծիծեռնագաբերդում ասեցին մենք տարածքներ կորուս չունենք, մենակ մի կտոր ջերմուկից ու մեդալները կախած ու ոչ մի լրագրող ուղղակի չչրփեց այդ, ափսոս, ես շատ եմ ցավում, որ ես այդ պահին լրագրող չէի, վտեղ չէի, որ ուղղակի այդ միկրոֆոն ուղղակի չրփեր այդ գեներալ կոչվածի քիթու բերանն ասել այ սուկա,
Էսում այրան հետ ես դու խաղում։ Եթե մեր ներքին թշնամին այս վիճակն է գցում մեր հայրենակիցներին, Թուրքի կամ եվրոպացու կամ ամերիկացու ինչին ես պետք դու։ Դու լռում ես քո հերոսին դատելու համար։ Դու լռում ես քո ընդդիմանող հայրենակիցները, որ ճշմարտությունը բարձրաձայնում են, լռում եք բոլորը, 10 միլիոնից ավել լռում է։ Դուք փորձում եք երկիրը եւ ձեր տատերի, պապերի անցյալը եւ իրականությունը հետ բերել ջահերով։ Բերեցիք։ Այդ ինձ է վերաբերում, չեմ բերել։ Նշանակում է չի աշխատում, դա չի նշան, որ ես ասում եմ մի արեք, ոչ, ավելի վառեք, ոչ թե 500 հոգի կամ 1000 հոգի Լոս Անջելեսում կամ Գերմանիայում 100 կամ Վենայում 200 հոգի կամ մնացած քաղաքներում, ոչ, պետք է 10 միլիոնը ոտքի լինի, համ ջահերը, համ մեր բռունցքը, համ մեր օրենքը պետք է իրար հետ աշխատի։ Դու չես կարող ջահով եւ մոմով քո պատմությունը եւ քո այդ անցյալը հետ բերես, չի լինի։ Ոչ թե դա ես եմ ասում, այդ 110 տարի մենք բոլորս իրար հետ փորձել ենք, նշանակում է չի ստացվում, նշանակում է ռեզուլտատը 0 է, չունենք ոչ մի ռեզուլտատ, չունենք ոչ մի դիվանագիտական կոնկրետ թղթեր, որ դնեն ասեն լսի Ավստրիայի Հանրապետություն։ Դու ճանաչել ես Հայաստանի եղեռնը Թուրքի կողմից իրականացված։ Հետո ես հարց եմ տալի իմ հայրենակիցների, այդ հարցը տալու եմ, ես խոսք եմ տալի, ես վերցրել եմ մի բան անուն, որի անունն է Սենատ, եւ այդ Սենատի անունից ես պետք է ներկայացնեմ մի բան։ Ռուսաստանը երբ որ դեռ հարցը ով հողատարածքն է դա, բայց այնտեղ գնում է դեռ պատերազմ, այնտեղ կարող է գնալ Ուկրաինայի օգտին, այնտեղ կարող է գնալ Ռուսաստանի օգտին, դեռ սա պատերազմ է, բայց ոչ թե ցեղասպանություն, պատերազմ, որը կարող է ամեն ժամանակ փոխվել ինչ-որ մեկի օգտին։ Հիմա հարց եմ տալի եվրոպացիներին, ես դիվանագետ չեմ, բայց հարց եմ տալի, որ այդ դիվանագետները գոնե այդ հարցը լսեն եւ գնան եվրոպացիներին հարց տան։ Ռուսաստանի բոլոր օլիգարխներին, բոլոր յախտեքը, բոլորի թանկանոց տները, ես էդի գիտեմ Ավստրիայում թե ինչ կատարվավ, սառեցրեցին եվրոպացիները եւ կոչեցին Ռուսաստանին ագրեսոր։ Դա իրանց իրավունքն է։ Վաու, մալադեց եվրոպացիներին, մալադեց աշխարհին, շատ սոցիալ, շատ ճիշտ, շատ այդ կշռքը հավասարակշռված մարդու իրավունքները պաշտպանող։ Բայց ես պիտի հարց տամ, 110 տարի է։ Ինչի մեկ թուրքի քյաբաբնոց չսառեցվեց ձեր եվրոպաներին, որ դուք ուտում եք ամեն օր արժի 5 եվրո կամ 6 եվրո։ Ինչի չսառացվեց, դա իմ պապերի եւ տատերի ոսկով առած խանութներն են իրանց։ Այդ ջահերով պետք է մենք գնանք ոչ թե ճանապարհ փակենք եւ ուղղակի ասենք պահանջում ենք, ինչ եք պահանջում։ Եթե մենք 110 տարի Թուրքիային կոչում ենք հարևան, հարևանից ինչ ես ասում ես չեք տալի։ Շատ նորմալ պատասխան է։ Բայց երբ որ դու այդում ես, ասում ես լսի արա, էսի իմն է, այս թուղթը դու ես գրել, եվրոպացի, դու ես գրել այս թուղթը, նայեք, հեսա երևում է, դու ես գրել, որ սա իմ տատերի, պապերի հողն է, իմ տունն է, դու ես դրա համար ստորագրել։ Պետք է այդ ջահերով մենք եվրոպացիներին հետ միասին գնանք Թուրքիայից պահանջելու եւ պահանջելու բոլոր թուրքերի իրանց կապիտալը սառեցնելու համար։ Որ մի դիվանագետնա վերջի անգամ սառեցման կոչ արել աշխարհին, որ թուրքական բոլոր լոբինգները եւ բոլոր բիզնեսները սառեցեք, որտեղ սրանք մեր պապերի, մենք ասեցինք 19 միլիարդ ֆրանսիական ոսկի, այսօրվա գնով 1 տրիլիոն գումար է Թուրքիան մեզ պարկ, որը եթե Թուրքիան լիովին վաճառվի, նա չի կարա մեր պարկը տա։ Որ մի ձեր դիվանագետը Արաբատ Միրզոյան հարցես տվե, որևէ մի թուրքական քյաբաբնոց սառեցնեն։ Իհարկե ոչ։ Չեք տվե։ Ինչի չեք տվե, այստեղ հարց է գալի։ Ուրեմն դուք եք այդ առևտրի մեջ։ Ես ուզում եմ հարց տալ 30 տարի Սերժ Սարգսյան, դու այդքան ուժեղ բիզնեսմեններ քո աղբորդ ու աղբորդ տղեկի հետ, որ դուք դարակու մնացած Քոչարյան,
Լևոն, այս Նիկոլն էլ հետո հայտ կլինի իշկան ինքը գումար ունի, դուք այդքան հզոր բիզնեսմեն եք քանց թե մենք, որ մենք 30 տարի ակուրատնի աշխատելով անում ենք ինչ-որ մի չափ բիզնես, բայց չենք հասնում դոլարային միլիարդների, բայց դուք հասնում եք, ես հարց եմ տալի իմ հայրենակիցին, չեմ վախենում ոչ մեկից, ես հայ եմ, իմ հայի գենը, իմ այրուն, իմ աղբերներարինը չի վաճառվում, հարց եմ տալի, Սերժ, ոնց դարար միլիարդատեր, եթե դու ճղված բոթասով ես եկե Հայաստան, Արցախից, նույնը Ռոբերտ Քոչարյան քեզ, նույնը Լևոն քեզ եմ հարց տալի, ոնց դարակ միլիարդատեր, այդ ինչ բիզնես արիք, այդ ինչ ֆենոմենալ iPhone կամ ինչ-որ Տեսլա դուք արտադրեցիք, որ աշխարհը չուներ և դուք դարակ համար մեկ միլիարդատերերից մեկ ես աշխարհի վրա։ Ես ուզում եմ իմ միտքը բարձրաձայնել, որ սա մեր պապերի ոսկու գինն են տվել։ Սա իմ կարծիքն է, բայց ուրիշ տարբերակ չունեմ մեկնաբան, ես ինձի չեմ կարա ջահերով խաբեմ։ Ես ինձի չեմ կարա մոմերով խաբեմ և երկրից 95%-ը լինի ճորտ, բոլորի տները վարքի պարքի տակ։ Ձեր երեխաները ձեր հորական տունը չեն կարող ժառանգել։ Եթե սա ստրկություն չի, բա ինչ է։ Ու 10 միլիոնից ավել նստած մենակ լսում եք, լսեք, վառեք մոմերով հետ կբերեք ամեն ինչ։ Դրա համար Սենատը միշտ իր դիրքը մնում է և ասում է, օրենքը և ուժը իրար հետ պետք է գործեն, հայի ուժը շատ ուժեղ է, երբ որ օրենքը հետն է գործում, հայի ուժը գործում է այն ժամանակ, երբ որ նա աղոթք է անում, երբ որ նա բաժանված չի, ուրա ձեր եկեղեցին։ Ես անցած անգամ իմ եթերներով ասեցի, Տեր բառը ինչ է կոչվում, ես էլ չգիտեի, երբ որ ես իմացա, ես ուղղակի զարմացած էի, Տերերի Տեր Տիտղոսը, մենք չունենք այսօր ասելով, մենք Տիգրան Մեծ և մնացած թագավորները հենա, Ավստրիա Հանրապետությունում համար 1 գալերիան իմ մոտ է, խնդրեմ արեք տեսեք, 50 հատ թագավոր, 45 տղամարդ թագավոր և 5 կին թագավոր, շնորհակալություն Արտուր Ասատրյանից, որ այդ գործը արեց և բերեց և շնորհակալություն այն բանի համար, որ տվեց, որ ես կարողանամ այդ ամեն ինչ ստեղ իրագործեմ և ապացուցեմ, որ մենք ունեցել ենք 50 թագավոր։ Հիմա ուր են մեր տիտղոսները։ Ինչի է լռում եկեղեցին։ Ինչն է պահում, եթե նա վախենում է այդ տիտղոսը տա կկորցնի իր դիրքը, այո, կորցնելու է իր դիրքը։ Նա գողացել է մեր հայկական տիտղոսները, թագավորական տիտղոսը, երբ որ դու այսօր ադրբեջանցուն ասում ես ծովից ծով, ասում է լսի, մի հատ թագավորական տիտղոս ցույց տուր ինձ, չունենք մենք տիտղոս, մենք ունենք անուններ, պատմություն և գալերիա, մենք չունենք գործող հիմա թագավորական ինստիտուտներ, չունենք, մենք ունենք այո պատմություն, որ Մատենադարանում դրված է, գործող թագավորական ինստիտուտներ չունենք, ուր են մեր թագավորական սերունդները, ուր են ինստիտուտները, ամենակարևոր հիմքերը այսօր քանդված են մեր երկրին, ինչի համար, եթե թագավորական ինստիտուտն է քանդվե, եթե նույնը հոգևորական գաղափարը կիսել են 250 տարբեր աղանդների վրա, մեկ, երկրորդը, եթե կիսել են թագավորական ինստիտուտ չի գործում էլ, չկա ոչ մի թագավորական պատմություն, իրականություն, որ դու կարող ես ասել, սա ժառանգն է, այստեղ իրավունքն ու ժառանգությունն է, դու ոնց ես պատկերացնում, որ դու կարող է պետությունը և քո պատմությունը առաջ տանես, ինչով, ասում են, նրանք էլ ասում են չենք հավատում, մենք ենք ասում Երևանը մերն է, բայց նույն Գարեգին Բ-ին հարց տվեք, սիրելի 10 միլիոն հայրենակից, հարց տվեք, ուր է Տերերի Տեր Տիտղոսը ինչ ես վերցրել, դա քեզ ինչ է տալի, իրավունք, որ գահդ պահես, որտեղ դու հոգևորից տկար ես, դու հոգևոր չես կարա կոչվես, որ դու քո հոգևոր իշխանությունով ոչ թե գահի, այլ դու պետք է ժողովրդի ոտքերը լվանաս, դա է քեզ տրված, ոչ թե տրվածա, որ ոսկիների և փառավորված գահերի մեջ ապրես և Տերերի Տեր Տիտղոսը դնես քո տակ և չիմացող ազգը
քեզ կոչվի Տեր, իմ տերերի Տերը դա Հիսուս Քրիստոսն է, Գարեգին B, իսկ Տեր հասկացողությունը դա մեր թագավորներն են եւ նրանց ժառանգորդներն են, որը դուք գողացել եք։ Սա է խնդիրը, սիրելի իմ հայրենակից։ Հիմա փորձենք Լաս Վեգաս զանգահարել, հասկանանք ինչպես են մեր հայրենակիցները այնտեղ եւ դրանով եզրափակենք մեր հաղորդումը։ Փորձենք հասկանալ։ Ես գիտեմ, որ այնտեղ իրավիճակը մի քիչ տեխնիկական խնդիր կա, բայց փորձենք հասկանալ ինչ է կատարվում Լաս Վեգասում հիմա այդ դատավարությունը, ինչ է կատարվում, արդյոք թողնեն մեր հայրենակիցին իր ծննդյան օրվա առիթով։ Տերերի Տեր թագավորական դիտխոսը վեկալել է եկեղեցին, հիմա էլ ասում է ու լռում է։ Դրոշը վառեցին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց եւ եկեղեցին լռեց։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք աշխարհիկ երկիր ենք, եկեղեցին չի ասում, գերջան, ինչ աշխարհիկ, համար առաջի քրիստոնյա ազգը մենք ենք, ինչ աշխարհիկ։ Չէ, իրոք մեր այդ հեռախոսների հետ խնդիր կա, որտեղ այսօր առավոտից կապը շատ այնտեղ շատ վատ է։ Ես ոնց հասկացա, եթե չեմ սխալվում, այդ կապերը երևի դատարանում կանգնացրել են, երևի չեմ կարող ասել։ Ես հիմա փորձեմ մի հատ ուրիշ կապով միանալ։ Հասկանանք ուղղակի այնտեղ ինչ է կատարվում։ Լավ։ Okay։ Այնտեղ մի քիչ ուշ կզանգարեն ինձ, փորձենք երրորդ գիծը։ Ալո։ Ուղղակի կապերը չի հաստատվում դատարանից։ Հասկանանք ինչն է խնդիրը։
ուղղակի զանգը չի գնում, տարբեր համարներ են ու զանգը չի գնում այնտեղ։ Փորձում ենք համ ուղիղ զանգահարել, համ WhatsApp-ով, համ տարբեր։ Լավ, ինչ որ է, մի 5 րոպե մենք ուղղակի եթերը կերկարացնենք մինչև կապի դուրս գալը։ Սա էր իմ ուղերձը մեր հայրենակիցներին, որ արդյոք ինչ տվեց մեզ 110 տարի մոմավառությունից։ Սա էր իմ բարձրաձայնությունը, որ այսօր ինչի պիտի այսօր մեր հայրենակիցները հարյուրավոր հայրենակիցներ տներից դուրս չկարողանան գալ, հարյուրավոր հայրենակիցներ շինծու գործերով նստացրած են բերդերում, ինչի համար, որ երկիրը կարողանան վերջնականորեն թուրքահպատակացնեն եւ նրանք վերցրեն այդ գումարները, որովհետեւ ես ոնց փորձում եմ հաշվել, որ ոնց կարող է Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Նիկոլի հետ միասին այդպիսի միլիարդների տեր դառնային, ոնց կարելի էր դա լինել։ Դա միայն կարելի էր լինել բլից բիզնես, որը որ դա անունը ես դնում եմ Արյան գին։ Դա իմ կարծիքն է, ես իմ կարծիքը չեմ փոխում ու նորից ասում եմ, որ չէր կարող Սերժ Սարգսյանը գալ, նույնը Նիկոլ Փաշինյանը այդ տեսակ գումարներ ունենային նրանք։ Իշքան է, որ նրանք բիզնեսի արքաներ էին, չագերտավոր, նրանք փորձեին այդ գումարները աշխատեին։ Դե հարց տվեք, որտեղից այդ ամեն ինչը քեզ Սերժ Սարգսյան, մեդիա դաշտը եւ մնացած հարցերը, նույնը եկեղեցուն հարց տվեք, ինչի է լռում, թե եկեղեցին չգիտի մեր իրական պատմությունը, թե եկեղեցին չգիտի, թե ինչ է կատարվում եւ ինչ առևտուր է կատարվել այս ամեն ինչի մեջ, իհարկե գիտի։ Դրա համար եկեղեցին իր փայն են տվել, քաղաքական գործիչներին իրենց փայերն են տվել, դրա համար աշխարհն ասում է ձեր գինը տրված է, ձեր փայերը տրված են, այնց որ գնացեք ձեր մոմավառությունով, ջահերի երթերով, ապրեք, նրանք վերցրել են, իսկ դուք պահանջում եք։ Դրա համար էլ ոչ մի արտաքին գործերի նախարար, կներեք, չի բարձրաձայնում, բա ինչի ոչ մի թուրքական խանութներ, վիլաներ, յախտեր Եվրոպայում չի սառեցվում, որտեղ դրա գինը տրված է։ Այ Արաբատ Միրզոյանին հարցրեք, պարոն Արաբատ Միրզոյան, ինչի չես բարձրաձայնում այս հարցերը։ Սա ամենապրիմիտիվ, ամենահեշտ հարցն է, որ կարելի է տալ։ Մոսկվան դեռ, Կրեմլը դեռ կռիվը չսկսած, ռուսների բոլոր միլիարդատերերի գումարները սառեցվեցին, բայց երբ որ մեզ ցեղասպանություն արեցին հենց մեր տան մեջ, ոչ մեկ չհատուցեց, ուղղակի զորելով, եմ որ ասում եմ լավ, այս բառը կասենք, ուղղակի մի հատ ասեցին գենոցիդ, եղել է դա, այո։ Նույնը հրեաներին հարց չեք տալի, ինչու, նրանցը ցավոք շատ ցավալի է, վառեցիք, սպանեցիք, բայց հատուցում եք եւ նրանք աշխարհով մեկ ունեն green card, ուր որ գնան, բայց մենք հայերս հարյուրավոր, հազարավոր եւ միլիոնավոր հայ պիտի փախստական լինի։ Չէ որ դուք ասում եք դուք արդար երկրներ եք, սոցիալ դեմոկրատական երկիրներ եք, դուք մարդու իրավունքներ պաշտպանող եւ պահող բարձր դատական համակարգ ունեք, սիրելի եվրոպացիներ, դա միայն կարող անել այսպիսի օրենքը եւ այսպիսի նամակները, որի անունն է Սենատ։ Դա միայն կարող է իրականացնել այս պահին հայկական Սենատը, որի համար մեզ պետք է հասնել 501 անձի,
որ մենք կարողանանք այս ամեն ինչը հասցնել իր ավարտի եւ բարձրաձայնել իրականությունը մոմերով, ջահերով, հավատքով եւ օրենքով։ Աստված օրհնի ձեզ, ես հիմա չեմ կարող կապնվել Լաս Վեգաս, այստեղ ես գիտեմ, որ ինչ-ինչ խնդիրներ կան, տեխնիկական խնդիր կար, որտեղ առավոտը մենք փորձել ենք այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար, բայց կփորձենք մենք հետո կապնվել, եթե կարևոր, շատ կարևոր բան ունի, ես անպայման կմտնեմ ուղիղ եթեր, Աստված օրհնի իմ երկիրը, Աստված օրհնի իմ հայ ազգին, աղոթեք թող Տերը իմաստություն տա այս խոսքերի մեջ,